Ով կմտածեր, որ Իրանի դեմ պատերազմը Վաշինգտոնին կարող է բերել ՆԱՏՕ-ից հեռանալու շեմին։ Կարող է այդպիսի բան տեղի ունենալ։ Չի բացառվում, աշխարհում շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում, հատկապես ՆԱՏՕ-ի առանցքը թողնի ՆԱՏՕ-ից հեռանալ։ Այո, կարող է հեռանալ, կարող է չհեռանալ, բայց Թրամփը հայտարարել է, որ այսօր մոտավորապես երևի 8 ժամ հետո մեր այս պահից սկսած ազգային մի մեծ ելույթ է ունենալու, կարևոր հայտարարություն է անելու, բնականաբար ՆԱՏՕ-ի մասին չի խոսելու, բայց ՆԱՏՕ-ից նա ինքնուրույն չի կարող հեռանալ, որովհետև կոնգրեսի թույլտվությունն է պետք, համաձայնությունն է պետք, այնպես որ ավելի շուտ կխոսի Իրանի հարցերի մասին, իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա գիտեք, դաշնակիցների հարցում այս դեպքում պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան դաշնակից չեն, գոնե այս հարցում դաշնակից չեն հաստատ, իսկ Իրանի դաշնակիցները ավելի վստահելի են պարզվեց։ Այսինքն Թրամփը մտածում էր, որ եվրոպական երկրները կներքաշվեն այս պատերազմի մեջ։ Գուցե այդպես էին իրեն զեկուցել, չգիտեմ, չեմ կարող ասել, բայց բոլոր հաշվարկները Թրամփի վարչակազմի կապված Իրանի պատերազմի հետ, փաստորեն գլխավոր հաշվարկները սխալ դուրս եկան։ Եվ այն առումով, որ Իրանը անմիջապես կփլուզվի, երբ գլխատեն ղեկավարությանը, եւ դաշնակիցների հարցով, եւ որ այսքան երկար Իրանը կարող է հաշվարկված էր Բլիցկրիգի վրա։ Այո, հավանաբար այդպես էր հաշվարկված, չգիտեմ ովքեր են այդ հաշվարկները կատարել, որտեղ այնուամենայնիվ այնտեղ կան լուրջ զինվորականներ, նման է ուկրաինական հաշվարկի։ Գուցե ինչ որտեղ նման է, չգիտենք, ենթադրություններ կարող ենք անել այս առումով, բայց որ սխալ են հաշվարկները, դա արդեն պարզ է։ Թրամփն ասում է, մենք շուտով կլքենք Իրանը։ Այսօրվա հայտարարություն է։ Իսկ Իսրայելը։ Նա նկատի ունի, որ դուրս կգա պատերազմից։ Դուրս կգա։ Իսկ Իսրայելը։ Իսրայելը նպատակ չունի առայժմ պատերազմը դադարեցնել։ Մնում է այս կոնֆլիկտում միայնակ։ Այո, եթե դուրս գա Միացյալ Նահանգները, բայց հարցը ուրիշ է այստեղ։ Հարցն այն է, որ եթե Միացյալ Նահանգներն էլ դուրս գա, Իսրայելն էլ ասի, ես դուրս եմ գալիս, լավ, վերջացրեցի, էլ չեմ ռմբակոծում Իրանը, Իրանը կարող է շարունակել հարվածել նրանց եւ ամենակարևորը, ամենամեծ հարվածը, որ Իրանը հասցնում է Միացյալ Նահանգներին, դա Հորմուզի նեղուցի փակ պահելն է։ Սա է խնդիրը։ Մի քիչ արեղծված է ինչի, որ այդ ռազմական այդ պոտենցիալը ունեցող երկրները չկարողացան Հորմուզի նեղուց վերցնել։ Ոչ, որովհետև Հորմուզի նեղուցը շատ նեղ է, ես այսօր ի դեպ մի հոդված եմ գրել այդ մասին, դեսանտային գործողություններ ինչպիսին կարող են լինել, քանի որ զորքեր են բերել լրացուցիչ ծովային հետևակայիններ, 82-րդ օդադեսանտային դիվիզիան, հատուկ նշանակության զորքեր են բերել, բայց դրանք որևէ լուրջ գործողություն չեն կարող այնտեղ իրականացնել։ Բանն այն է, որ Իրանի ափը, որ եւ Պարսից ծոցով, եւ Հորմուզի նեղուցով, եւ Օմանի, ուրեմն այնտեղ ծոցով եւ այլն, այս ափը ձգվում է մոտ 2250 կիլոմետր։ Եվ Իրանը այդ ամբողջ տարածքով վերահսկում է բնական ռելիեֆը շատ բարենպաստ է պաշտպանություն կազմակերպելու համար, ափից շատ մի քիչ են կողմ, հիմնականում լեռներ են, լեռնաշղթա է, ունի Իրանը եւ հրթիռներ, եւ հրետանի, եւ հատուկ միջոցներ կրակային, հակատանկային։ Որոնք Վաշինգտոնը ասում է ոչնչացված։ Ոչնչացված չեն, եթե ոչնչացված լինեին, այս վերջի 24 ժամվա ընթացքում Իսրայելը 12 անգամ միայն Իրանից չէր հրթիռակոծվի եւ ԱԹՍ-ների հարվածների ենթարկվի։ Պատկերացնեք 12 անգամը նշանակում է 2 ժամը 1 մարդիկ վազել են ապաստարան, այսինքն երկիրը Իսրայելը չհաշված դեռ Հեզբոլայի հարվածները, որ ամեն օր այո, Լիբանանից, հատկապես հյուսիսային շրջանների պատերազմի մասին, բայց Իսրայելը գրավում է Լիբանանը։ Չի կարողանում գրավել Լիբանանը։ Հարավը գրավել է։ Չի գրավել։ Հայտարարել է, որ ցանկանում է առաջ գնալ մոտավորապես 30 կիլոմետր մինչև Լիթանի գետը, բայց չի կարողանում առաջ գնալ։ Տասնյակ
տանկեր են խփվել այս վերջի 30 օրվա ընթացքում Հեզբոլայի կողմից, մի թիվ ես այսօր լսեցի, եթե ճիշտ է 160 տանկի մասին են ասում, անպայման չի ոչնչացվել, նաև վնասվելու մասին է խոսքը, եթե 160 է չլինի, տասնյակ Որն է գաղտնիքը այս դիմադրության։ Պատրաստվել են լրջորեն տարիներով, տասնամյակներով եւ Իրանը, եւ իր դաշնակիցները Հեզբոլահը տվյալ դեպքում, Իրաքի շիական ռազմական խմբավորումները եւ հուսիթները, որոնք նույնպես մտան պատերազմի մեջ։ Փաստորեն տեսեք, 3 ճակատ լրացուցիչ բացվեց եւ Իրաքում, եւ Լիբանանի ճակատն է բացվել Իսրայելի համար, եւ Եմենն է մտել խաղի մեջ եւ դեռ նրանք կարող են լրացուցիչ շատ մեծ։ Այս Հորմուզը կարելի է վերցնել, բայց գինը մեծ կլինի։ Չեն կարող, պարզապես չեն կարող, որովհետև տեսեք, Միացյալ Նահանգների այդ հզոր նավատորմը, որ Թրամփը անվանում էր Արմադա, այն իսպանական անհաղթելի Արմադայի պես, հարյուրավոր կիլոմետր հեռու է պահում իրեն այդ ափից իրանական, որովհետև կան գերձայնային հակառազմանավային հրթիռներ, կան բալիստիկ հրթիռներ, կան ԱԹՍ-ներ, որոնց դեմ պաշտպանությունը այսօր հակաօդային պաշտպանությունը 100%-անոց չէ, երաշխավորված չէ, որ չեն խփի, իսկ եթե խփեն ինչ կլինի, եթե խփեն միանգամից հարյուրավոր նավաստիներ են զոհվելու, իսկ որ ասում են ափ քիչեցնենք դեսանտ եւ այլն, եւ դրա դա ընդհանրապես ծիծաղելի է, որովհետեւ այդ դեպքում կարող են հազարավոր զոհեր լինել եւ գետնի վրա եւ ափին մոտենալուց կարող են այդ զոհերը լինել, ամեն մի դեսանտային նավի վրա կարող է լինել 1000 օրինակ ծովային հետևակային։ Այսինքն, եթե անգամ ՆԱՏՕ-ն պատկերացնենք ապրիորի, որ իր ողջ կազմով մասնակցել այս օպերացիային։ Այո։ Էլի չէր ունենալ։ Շատ, գիտեք ինչն է խնդիրը։ Այդպիսի գուցե եթե մոբիլիզացնեին իրենց ժողովուրդներին, հազարավոր զորքեր հավաքեին գային Իրանի դեմ պատերազմի, այդ ժամանակ գուցե մի հաջողության կհասնեին, բայց ինչ գնով գինը կլիներ տասնյակ հազարավոր սպանված զինվորներ։ Այսօր նմանատիպ գործողություն ոչ Միացյալ Նահանգները կարող է իրականացնել, չի կարող իր ժողովրդին համոզել, որ ինձ պետք է ձեզ մոբիլիզացնեմ, իմ բանակը քառապատկեմ, չգիտեմ, տասնապատկեմ, մի միլիոնանոց բանակով հարձակվեմ Իրանի վրա, ոչ էլ բնականաբար եվրոպական պետությունները։ Միացյալ Նահանգներում այս պատերազմը չունի աջակցություն ժողովրդի։ Դուք եք ունեք այդ տպավորությունը, որ Թրամփի հայտարարությունները այս պատերազմից հետ քաշվելու մասին են։ Այո, նա ցանկանում է պատերազմից հետ քաշվել, բայց չգիտի ինչպես հետ քաշվի, որովհետև եթե դու պատերազմը սկսել ես, պատերազմի ավարտի համար պարտադիր է նաև դիմացինի համաձայնությունը։ Կներեք, իսկ եթե այդ դիմացինի համաձայնություն չտա, դու չես կարող սկսել, իսկ դիմացինը չի ցանկանում այս պահին դադարեցնել պատերազմը, որովհետև եթե դադարեցվեց, նա այսպես է մտածում Իրանը, որ մի կես տարի հետո իրենց զենքերը կհամալրեն, հրթիռները կհամալրեն, հակահրթիռները կհամալրեն եւ այլն, նորից կհարձակվեն, նորից ինձ կռմբակոծեն, թույլ չեն տա, որ մեր երկիրը խելքի գա։ Եվ ասում եմ, ես այդպես համաձայն չեմ, ես ուրեմն կպայքարեմ այս պահին մինչեւ այն կետը, երբ դուք կկատարեք իմ պահանջները, որոնք կբավարարեն իմ երկարաժամկետ անվտանգության հարցերը։ Մի զարմանալի հանգամանք էլ կա, որ Իսրայելին եւ նահանգներին հաջողվեց գլխատեր ռազմական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը, հոգեվոր առաջնորդը, բայց Իրանը մնաց անսասանելի։ Կառույցը մնաց անսասան, համակարգը մնաց անսասան։ Քանի որ նրանք տասնամյակներով գիտեին, որ Միացյալ Նահանգները կարող է հարձակվել, իդեպ Միացյալ Նահանգները 25-30 տարի առաջ շատ ավելի հզոր էր, քան այսօր, եւ Իրանը դեռ այսքան ուժեղ չէր, գոնե ռազմական առումով, քան այսօր, նաև ժողովրդագրական առումով։ Տեսեք, 2000 թվականին Իրանը մոտավորապես 70 միլիոն էր, 69 միլիոն, 70 միլիոն։ Իսկ այսօր 91, 93 միլիոն է այդ երկիրը։ Ընդամենը 25 տարվա ընթացքում 20 միլիոն մարդ է ավելացել, հասկանում եք, չհաշված, որ այս հրթիռային ծրագիրը զարգացավ Իրանում, գետնի տակ մտցրեցին նրանք իրենց հրթիռները, արտադրությունը, հրթիռների գործարանները, ԱԹՍ-ները եւ այլն, որպեսզի չենթարկվեն այն հնարավոր հարվածներին, որոնք գիտեին, որ իրենց գլխին գալու է, այսինքն շատ լուրջ են նախապատրաստվել։ Նաեւ Հեզբոլահն է բավական լուրջ նախապատրաստվել, տեսեք, արդեն քանի օր է չեն դադարում այդ հրթիռները դեպի Իսրայել հարվածել,
եւ մեծ ավերածություններ են գործում, քանի որ տարածությունը շատ մոտ է, իսկ ամենակարևորը Հեզբոլլահը ձեռնամարտի մեջ է մտնում իսրայելյան զորքերի հետ, կարողանում է անել այն, ինչ իրանական զորքերը չեն կարողանում անել, անմիջական կորուստներ է պատճառում հենց իսրայելցի զինվորներին, որոնք չկան։ Կա երկիր, որին ձեռնտու է պատերազմ։ Գիտեք, տարբեր տեսակետներ կարող ենք ասել, օրինակ կարող ենք ասել Ռուսաստանին այս պահին ձեռնտու է, քանի որ նրա նավթի գներ, բայց դա էլ այդպես չէ, որովհետև եթե Աստվածչյանի պատերազմը մեկ այլ էսկալացիայի մակարդակի բարձրանա, օրինակ ասենք միջուկային հարված հասցվի Իրանին, այդ դեպքում միլիոնավոր մարդիկ դուրս են գալու Իրանից եւ նաեւ Ռուսաստան մտնեն։ Հետո այդ տնտեսական այս պահի առավելությունը, որ Ռուսաստանը ստացել է, միշտ չի կարող ցկվել, որովհետեւ ամբողջ համաշխարհային տնտեսությունը կապված է եւ այն նավթը, որ այսօր կարողանում է թանկ վաճառել, վաղը չի կարողանալու թանկ վաճառել, քանի որ նավթի գները ընկնելու են, քանի որ ընկնելու է արտադրությունը ամբողջ աշխարհում եւ այդքան նավթի կարիք կարող է։ Թրամփը խալք կղզին ուզում։ Ուզում են, բայց եթե վերցնի դա նրան ոչինչ չի տա եւ եթե վերցնի հարյուրավոր եւ հազարավոր զոհեր է տալու, ոչինչ չի տալու այդ խարքի կղզի վերցնելը պատերազմական ուրեմն մի լուրջ առավելություն ստանալու առումով, հասկանում եք, իսկ վերցնելը շատ բարդ է լինելու։ Վերցնելու համար ցամաքային գործողություն է պետք։ Այո, բայց ինչպես են մոտենալու, քիչ առաջ ասում էի, ափին մոտենալու համար ծովով չեն կարողանում Հորմուզի միջանցք մտնել, եթե փորձեն օդով դեսանտ իջեցնել ուղղաթիռներով, ապա ուղղաթիռները շատ խոցելի նշանակետեր, թիրախներ են, շատ խոցելի այսօրվա պայմաններում, հասկանում եք, կարելի է նմանատիպ դեսանտային գործողություններ իրականացնել, եթե դրանք անակնկալ են, եթե դրանք կատարվում են երրորդական, չորրորդական զինված ուժեր ունեցող պետությունների դեմ, այդ դեպքում նման դեսանտային գործողությունները կարող են հաջողություն ունենալ, թեև էլի 1, 2, 3 ուղղաթիռ կխփվի, բայց այս դեպքում մինչև մոտենալը կարող են խփել, գետնի վրա եթե իջնեն այնտեղ կարող են խփել, նրանց կարող են տարբեր ծուղակներ սպասել այնտեղ արդեն նախապատրաստված եւ դիմադրություն է լինելու նաեւ ցամաքում։ Պատմությունը մի այդպիսի դրվագ ունի Լամանշի դեսանտային գրոհը։ Նկատենք Նորմանդիայի, Լամաշով եկան, այդտեղ մեծ կորուստներ են կրել ամերիկյան եւ այդտեղ դա ավելի հաջողված գործողություններ, այնտեղ մի հատված կար Օմահայում, որտեղ շատ մեծ կորուստներ կրեցին եւ կարող էր ձախողվել այդ օպերացիան, բայց ընդհանուր առմամբ այդ գործողությունը ստացվեց։ Այսօրվա հատվածում ես մանրամասն քննարկում եմ, բայց կան ուրիշ դեպքեր, բազմաթիվ դեպքեր, երբ հազարավոր կորուստներ են տվել, օրինակ ամերիկյան զորքերը երկրորդ համաշխարհային Խաղաղ օվկիանոսում ճապոնական զորքերի դեմ տարբեր կղզիներ վերցնելով։ Մի դեպքում 6800 հոգի է սպանվել, Օկինավայի գրավման ժամանակ մոտ 50000 ամերիկացի զինվոր է սպանվել, Իվոջիմայի եւ այլն, այնպես տարբեր դեպքեր կան, շատ ծանր գործողություն է։ Դեսանտը առհասարակ ինքը։ Ես ճիշտն ասած ժամանակին մի քիչ խորությամբ եմ զբաղվել, որտեղ ինքս պարաշուտի այսպես սպորտով էի զբաղվում եւ այդ դեսանտը ինքը շատ ծանր, վտանգավոր, ռիսկային գործողություն է։ Մի շարք պայմաններ ու պահանջներ են պետք, որպեսզի դեսանտը հաջողվի։ Հասկանում եք, հիմա կարող եմ թվարկել, որոնք են այդ գործողությունները, բայց չէ, բերեք ավելի կարևոր բանից խոսենք, դա հասկանալն է, որ խրամատում են գտնվում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Նրանք ինչպես միշտ բռնել են սպասողական դիրք եւ բնականաբար նրանք Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ են։ Այսինքն նույն խրամատում են գտնվում։ Այո, բայց հայտարարում են, օրինակ Թուրքիան հայտարարում է, որ ինքը դեմ է Իսրայելի այդ հարձակմանը, Միացյալ Նահանգների հարձակմանը, բայց Թուրքիայի վրայով կատարվում են հետախուզական այն կարևոր թռիչքները, AWACS-ի Միացյալ Նահանգների հենց ամերիկյան այդ օդանավերը այդտեղից նաև ԱԹՍ-ներով հսկում են, հետախուզում են Իրանի տարածքը, ել չգիտենք նաև գուցե հենց Թուրքիայից են երբեմն իրականացնում հարձակումները Թուրքիայի տարածքի վրայով։ Իսկ Ադրբեջանը բացահայտորեն այսպես հասկանալի է, որ Իսրայելի կողմից է, տեղեկություններ կան նույնիսկ, որ որոշ հարվածներ իրականացվել են ԱԹՍ-ների միջոցով Ադրբեջանից դեպի Իրան, դա հայտնի է, պարզապես Իրանը դեռևս չի պատասխանում, քանի որ ՆԱՏՕ-ի հարցը կա, Թուրքիայի հարցը կա։
Բայց ես կարծում եմ, եթե կռիվը թեժանա եւ օրինակ Թրամփը կամ Իսրայելը կատարեն իրենց այդ սպառնալիքը եւ հարվածեն բոլոր էլեկտրակայաններին Իրանի, բոլոր նավթարդյունաբերական նավթամշակման գործարաններին, այդ դեպքում Իրանը հարվածելու է իր շրջապատում գտնվող մյուս բոլոր նմանատիպ Իրանը բացահայտ հայտարարում է, ով սպասարկում է։ Այո, բայց հիմա հարցը հենց Ադրբեջանի մասին է, որ նաև Ադրբեջանին կհարվածի։ Նրանց բոլորին հարվածել է, Ադրբեջանին դեռ չի հարվածել, խոսքս Բաքու-Ջեյհան նավթամուղի մասին է, որը հոսում է ուղիղ Թուրքիա, այնտեղից էլ լցանավերով ուղիղ Իսրայել։ Իսրայելի նավթի 50%-ն է ապահովում Ադրբեջանը։ Իրանը սրա վրա չի կարող աչք փակել շատ երկար։ Նախիջևանյան դրվագը զգուշացում էր, նախազգուշացում։ Չգիտենք Նախիջևանյան դրվագը իրականում իրանացիներն էին թե չէ, եթե իրենք էին նախազգուշացում էր, եթե ոչ, ապա Ադրբեջանին Իսրայելն էր փորձում ներքաշել Իրանի դեմ պատերազմի, այդ էլ կա, եթե Իրանը այնքան թուլանա, որ Ադրբեջանը մի պահ թվա Ադրբեջանին կամ համոզվի, որ կարելի է հիմա հարվածել, մտնել, գրավել Թավրիզը, հայտարարել, որ Արդեբիլը, Թավրիզը հայտարարել, որ սա հարավային Ադրբեջանը եւ մենք վերջապես միավորվեցինք, անպայման Ադրբեջանը այդ քայլը կանի Թուրքիայի աջակցությամբ, անպայման։ Թեև այդտեղ էլ մեծ խնդիրներ կան, քրդերի հարցը կա, քրդերն են այդտեղ մտնելու խաղի մեջ, որոնք բազմաթիվ են Իրանի արևմտյան Ադրբեջան նահանգի տարածքում։ Այսինքն, չնայած խոսույթին Թուրքիա-Իսրայել արճակատում չեք պատկերացնում։ Այս պահին ոչ, հետագայում շատ հնարավոր է։ Հետագայում ասելով նկատի ունեմ տարիներ հետո կամ եթե իրավիճակը մերձավոր արևելքում կտրուկ փոփոխություններ կրի եւ դա կարող է լինել հենց այս պատերազմի։ Մեզ դա հետաքրքրում է այն մասով, թե ում վերահսկողության տակ կմնա Բաքուն, Անկարայի թե Թել Ավիվի։ Բաքուն այդ պահին պետք է նայի թե ով է ավելի ուժեղ, որովհետև միայն Բաքու Թել Ավիվի հարց չէ, կա նաև Ռուսաստան, կա նաև Իրան, կա նաև Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա։ Այսօր Բաքուն Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Իսրայելի, այսպես ասած, դաշնակիցն է, նաև Եվրոպայի, ՆԱՏՕ-ի, ասենք, բայց հատկապես այդ ԱՄՆ Իսրայել գիծն է աշխատում եւ Թուրքիա, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բնականաբար։ Բայց դե հետո ինչպես կզարգանան դեպքերը, ով կթուլանա, ով կուժեղանա, դրանից դատելով Ալիևը կփորձի իր դիրքորոշումների մեջ ճշգրտումներ մտցնել, բայց դե կհասցնի թե չի հասցնի, հայտնի չէ։ Այսինքն ռիսկերը մոտենում են նաեւ Թրիպին։ Մոտեցել են Թրիպին, տեսեք, երեք օրինակ հայտարարեց Իրանը, որ կհարվածի ամերիկյան բոլոր ընկերություններին, բոլոր շենքերին, կենտրոններին, որոնք գտնվում են Պարսից ծոցում եւ ամբողջ տարածաշրջանում։ Իհարկե Հայաստանին կարծում եմ դա չէր վերաբերում, թեև ամերիկյան համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը երեք ոչ այսպես աշխատանքային օր հայտարարեց, ավելի շուտ կարծեմ այո, այսօրվանից վերադարձան, քանի որ իսկապես վտանգը այս պահին չկա, բայց մյուս պետությունների նկատմամբ այդ վտանգը կա եւ բնականաբար իր սահմանին հանդուրժել ամերիկյան զինվորականների եւ փաստորեն դա գիտեք ինչ է անեքսիա է Ամերիկայի կողմից Հայաստանի այդ ամբողջ սահմանային գծի այդ 42 կիլոմետրը Միացյալ Նահանգները 99 տարով ասել է ես ցանկանում եմ անեքսիայի ենթարկել եւ Հայաստանի իշխանությունները համաձայնվել են, խնդրեմ ասել են վերցրու քեզ լինի, բայց Իրանը չի համաձայնվում եւ չի համաձայնվի, քանի որ դա նրա համար վտանգ է։ Մեզ համար էլ է վտանգ, քանի որ մերը չի լինում, դառնալու է ամերիկյան։ Թե ինչ հետևանքներ կլինեն դրանից հետո պարզ է, չէ, որ ուշ թե շուտ թշնամիները իրար հարվածելու են եւ բնականաբար եթե ամերիկացիք լինեն այստեղ իրանցիները հարվածելու են ամերիկացիներին, իրենք հարվածելու են կամ հետախուզելու են իրանցիներին։ Ես հուսով եմ, որ այս դեպքերից հետո այս թրիփ կոչված այս անմեղ սունակությունը կդադարի գոյություն ունենալ։ Հուսանք